Ընդամենը 9000 կիլոմետր Հայաստանից հեռու։ Կանադական սառնամանիք, սառցակալած ձեռքեր ու ականջներ, շտապող մարդիկ, մետրոյի չվերջացող կանգառներ ու դասի շտապող հայ պատանիներ։ Բաղեր Թուրսը, Այո։ այջիկներդ բաղեր են աղոր։ Սուրբ Հակոբ ազգային վարժարանն է։ Աշակերտները մեզ դիմավորում են զարմանքով։ Հայաստանից հյուրեր քիչ են լինում։ Հիմա էլ մի պարոն եկել ու դպրոցի միջանցքում միացրել է տեսախցիկը։ Մի կերպ փախցնում ենք հանրային գույքը նրանց չարաճճի ձեռքերից, որ հասնենք դասարան։ Մելիսա Ծատրայան, Ալիք Չապարյան։ Պարզում ենք, որ Սուրբ Հակոբի աշակերտները շատ ավելին գիտեն հայկական մշակույթի, լեզվի ու քաղաքականության մասին, քան կանադականի։ Ընկերներն հարցում ու ինձ էսի։ Այնինչ գրքերի էջերից դուրս է մնում, իմանում են Մոնրեալի հայկական գանձի, Հորիզոն շաբաթաթերթի էջերից։ Հորիզոն շաբաթաթերթ, բնակության հասցեն Մոնրեալ, տարիքը 40 տարեկան, ուղղությունը հասարակական քաղաքական, լեզուն հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ունի գրական, մանկապատանեկան ու եկեղեցական հավելվածներ, Սիրիա, Լիբանան, Կանադա, Հայաստան, Արցախ ու աշխարհասփյուռ հայություն, Հորիզոնի ուշադրության ինֆորմացիոն նշանառության կենտրոնում է։ هزت 4 انفجارات وفي حلب قال مراسل الجزيرة أن المعارضة Հորիզոն։ Այլույս Սիլվա, Ինչպես ես։ լավ եմ, Վահագնուն ինչպես ես։ Լավ։ Ուրեմն հիմա նոր տեղեկություն ստացա, որ Սուրյո մեջ նոր զարգացումներ կան։ Խնդրեմ գապ հաստատենք Սուրյո խորհրդարանի պատգամավոր Տիգին Նորա Արիսյանի հետ։ Ես ամիջապես կապ կհաստատեմ հետը։ մինչ այդ կտեսնվենք։ Շնորհակալություն, ցտեսություն։ Խնդրեմ ցտեսություն։ Սիրիական պատերազմի ընթացքում Հորիզոնը մի ձեռքով ինֆորմացիա էր գեներացնում, մյուսով զբաղվում Կանադա ներգաղթած սիրիահայերի խնդիրներով։ Սիրիայի հայերը Կանադա ներգաղթելուց հետո մեկ հիմնական տեսարան ունեցան, որը բացվում էր Հորիզոնի պատուհանից։ Բարի լույս։ Բարի լույս։ Վահագ Տիգին Արիսյանին հետ կապ հաստատեցի եւ ինք հիմա մեր հեռացան կսպասի։ Շնորհակալություն Սիլվա։ Սուրիային եկավ ժողովուրդը եւ դեղական լեզվին ծանոթ չէր, չի գնար օդար աղբյուրները լուրեր ստանալ, ըստիված պիտի փնտրե հայկականը, այդ բարակային հորիզոններ իրենց համար այդ բադուհանը։ Մանավանդ Սուրիահայերու ընդելացման հարցով շատ հոդվածներ գրվեցան, նույնիսկ իրավաբանական հարցերու մասին լուսաբանական, վերլուծական ուղղություն տվող հոդվածներ եղան։ Օտար լեզուն առաջին, լեզվամտածողությունը երկրորդ խնդիրն էր։ Հորիզոնն իր ամբողջ արսենալով լծվեց տեղանքին ու նոր մշակույթին ընտելացնելու գործին։ Անտիլիասի առաջնորդարանի դեմ դիմաց երկու ընտանիք է ապրում։ Սուրբ Հակոբ ազգային վարժարանն ու Հորիզոն շաբաթաթերթի խմբագրատունը։ Հարևանները երկու նպատակ ունեն՝ համայնքի մարդկանց դարձնել հայ, պահել հայ։ 1981-ին ամբաշտոն քիչմարի լույս պաշտոնաբես ստանցնեցի խմբակցությունը։ Վրեժ Արմենը Եգիպտոսից Կանադա եկավ գրելով։ Եգիպտոսում լուսաբերում էր գրում, Կանադայում Հորիզոնում։ Դաշնակցություն կուսակցությունը 20-րդ դարում Կանադայում դեռ չուներ տեղեկատվական օրգան։ Երբ կուսակցական մարմինն առանձնացավ Ամերիկայից, ստեղծվեց Հորիզոն անունով մշակույթը։ 1979-ին հիմնվեցավ Հորիզոնը։ Մի քանի դարի դեպեց, որ հասնենք այդ օրվան։ Գաղութի կառուցման գործում շաբաթաթերթը դպրոցի պես կարևոր եղավ։ Հիմնական առաքելությունը Հայաստան, հայերեն ու հայություն քարոզելն էր։ Հորիզոնի համար հայինի կետկապը շատ կարևոր աստակն ուներ։ Նույնիսկ երբեմն գփող էին, որ շատ Հայաստան գհոդի թերթում
որովհետև իրավես կարևոր դեղ գտանք Հայաստանի անցուդարձին։ Գուզեինք, որ գարտացողը զգա, որ ինքը ամբողջ ազգի մաս կգազմի։ Հորիզոնը սպիրկյան հայ բարբերական մամուլի ամենակարևոր օրգաններն մեկն է։ Անիգա ըշտեմարան է թե Հայաստանի, թե հայտարարի, թե համայնքային կյանքի լուրերու։ Քչերը կարող էին խմբագրության անդամ լինել։ Նյութական միջոցները 0, գլխավոր խմբագիրը ճարտարապետ, աշխատակիցների թիվը 1-2 հոգի, լսարանը անհամբեր։ Փոքր թիմով մեծ գործ էին ուզում անել, հաստատել հայության ամբողջականությունը։ Մեր մամուլը դպրոց էր, այսօր գարզեմ, որ հորիզոնը դպրոց մնի։ Հորիզոնի ծնունդից 10 տարի անց փոքրաթիվ թիմին որպես խմբագիր միացավ Գիրո Մանոյանը։ Անում ենք այս հին մի հատ համար։ Արժիկ առնվազն առաջի համարի այս հեղինակների անուններ երևի մի տեղ հիշել, որովհետև ինչքան կազմի անդամ էին չեմ հիշում, բայց որ մասնակցել են Նազարեթ Սեֆերյան, Մարկար Շարափխանյան։ Մարկարը տեղափոխվել է Հայաստան, Ուշիքյուրում ապրում։ Բարի եկած եք մեր տունը։ Ընկեր Մարկարն է, Հորիզոնի հնաբնակներից։ Հորիզոնը իմ եւ Էլիզին կյանքի մեջ շատ մեծ դեր խաղացած է։ Եվ մենք մեծ գործ տեսած ենք ադոր մեջ։ Հայաստան իրենց հետ բերեցին մի քանի ճամպրուկ, Հորիզոնի մի քանի համար ու թորների պորտերը։ Տեղադրեցին հողի մեջ, որտեղից էլ աճեցին այս խնձորինիները։ Հրամեցեք։ Հայաստանի անկախացումից հետո Կանադայից աշտարակով ուղիղ ուշի եկավ։ Կեսօրին կնոջ գործընկերն է, երկուսն էլ Հորիզոնի վաղեմի աշխատակիցներ են։ Այո, ուրեմն ասիգա մեր տունն է։ Ընկեր Մարկարի տան գրադարանը, սեղանները, սենյակները պատմում են Հորիզոնի հետ 40-ամյա կապվածության մասին։ Հորիզոնը, խմբագիրները, ամենամեծ կսկուկան, թե ինչպես կաշխատեինք և ինչ կնեինք։ Եվ հանգարց հեռախոսմը կստանայի։ Ընկեր Մարկար ասինչ հոտպածը գուզեն կեզ մեի, ընկեր Մարկար ասինչ բանը կրե մեզի և այլ։ Միշտ ասպես եղած է։ Եվ 40 տարի է, որ Հորիզոնը մինչև ներկայիս գոյություն ունի մեր կյանքի մեջ։ Աբասիկ ուրեմն Հորիզոնի հուշա նվերները, որ հանցնեցին մեզի Հորիզոնի 25-ամյակի առիթով խմբակրին կողմէ եւ դիգինսալ, Էլիզնալ, եսալ, այս հուշանվերները միշտ ներկա եղած են իմ կյանքիս մեջ։ Գիրո Մանոյանը Հորիզոն եկավ որպես գրաշար։ 18 տարեկան էր, աշխատանքը մասնաժամ, աշխատանքային գործիքը կոմպիգրաֆիկ մի սարք, որով պետք է շարվեին բոլոր ինքնագիր նյութերը։ Առաջին համարը լույս տեսավ մայիսի 28-ին։ Հիշում եմ այդ առաջի համարը մինչև որ վերջնական եզրակացրին, որ ինչ պիտի լինի, արդեն մի քանի անգամ ամբողջը հավաքել էինք, այդ հերթը շարքը փոխեցին, 1-2 բան ավելացրին, բաղասացրին։ Ագոպյան առաջի խմբագրականը գրեր է, որտեղ հետաքրքիր ձևով նաև եզրակացություն այն է, որ կհուսանք եւ կհավատանք, որ գալու է օրը, որ Հորիզոնը ավետելու է ազատանկախ եւ միացյալ Հայաստանի կերտումը, գոնե սա մասնագիտորեն կատարել ենք։ Կանադայի քաղաքական մթնոլորտը խաղաղ էր, որն էլ ազդում էր նյութերի ընտրության վրա։ Ազատ էր նաև խոսքն ու չկային խիստ ճնշումներ։ Հորիզոնն էլ անդադար խոսում էր Հայաստանի անկախության անհրաժեշտության մասին։ Բոլորը չէ որ կողմնակից էին կամ համաձայն էին, որ այդ հարցը բարձրացնվի, բոլորը ասելով գոնե սպիրկահայ իրականության մեջ, եւ ուրեմն Հորիզոնի անելիքներից մեկը նաև այդ հարցն էր եւ անհրաժեշտ էր, որ
հոդվածները, նյութերը եւ այն թեպի այդ ուղղություն գնան, ամենաշին ամեն հոդվածի մեջ պետք է անկախության մասին խոսել, բայց որ Հայաստանը կարող է եւ պետք է անկախ լինի, այդ ուղղությամբ բավական հոդվածներ լույս տեսել են տարիների ընթացքում։ Նոր խմբագիրը մի քանի տեղ էր աշխատում։ Նրա բազմազբաղության հետևանքներն իր էջերին էր կրում թերթը։ Ուրեմն այսօրվա մեր նիստը 2000 թվականից բոլոր նյութերն անցնում են թերթի նոր գլխավոր խմբագիր Վահագն Գարաքաշլյանի խմբագրական թրի տակով։ Այսօր թերթն ունի 7 բաժին ու մոտ 2 տասնյակ աշխատակից։ Առաջինն էր, որ սոցցանցերում ներկայությունն ապահովեց։ Ունեցավ կայքեջ ու դասական շաբաթաթերթից վերածվեց եռալեզու օպերատիվ լրատվամիջոցի։ Սա համացանցում, իսկ Կանադայի շենքերի ներսում այն դեռ բաժանորդագրությամբ գործող շաբաթաթերթ է, որն ամեն երրորդ կանադահայը ձեռքից օրական մի քանի ժամ վայր չի դնում։ Շնորհակալ եմ։ Ազգային փոքրամասնությունների լրատվամիջոցների մեջ միակներն ենք, հազվագյուտային լրատվամիջոցներն ենք, որ պետական մագարտակով առնվազն 10-12 նախարարի հետ մենք հարցազրույցներ կատարած ենք, նաև գանցանանք Սփյուռքի այն միակ լրատվամիջոցը, որ պետության ղեկավարի հետ դեմ առ դեմ հարցազրույց կատարած է, եւ մենք այդ մեկը կատարած ենք Կանադայի նախկին վարչապետ Ստիվեն Հարփերի հետ։ 10-10-րդ ամիս 2018 թվական Կանադայի վարչապետ Ջասթին Տրուդոն ժամանեց Հայաստան։ Հորիզոնն իր թղթակցով աշխատում էր Հայաստանից։ Օրեր անց Հայաստանի այցի տեսագրությամբ թղթապանակն ուղարկվեց գրասենյակ, որպես նվեր Հորիզոն շաբաթաթերթից։ Ջասթին Տրյուդոյի հայաստանյան այցից հետո Հորիզոնին բացառիկ հարցազրույց տվեց նաև Կանադայի արտգործնախարար Քրիստինա Ֆրիլանդը։ Կանադայի ազգային փոքրամասնությունների զանգվածային լրատվամիջոցների համար սա բացառիկ երևույթ է։ Նա իսկապես շատ սիրեց Հայաստանը։ Վերադառնալուց հետո նախարարական խմբին մոտ 15 րոպե պատմում էր, թե ինչ հիանալի ուղևորություն է ունեցել։ Հրաշալի հանդիպում Հայաստանի նոր կառավարության հետ, եւ թե որքան ոգևորված է Հայաստանի հետ հարաբերությունների կապակցությամբ։ Կանադահայերը ֆրանսիական մոդայպես հետևում ու անհամբեր սպասում են թերթի հաջորդ համարին։ Տարեց բաժանորդներն ամեն չորեքշաբթի հանդիպում են առաջնորդարանում նարդ ու շախմատի ու թարմ նախաճաշի ընթացքում քննարկում շաբաթաթերթի հերթական համարը։ Ամեն չորեքշաբթի երբ որ հոս կհավաքվին, առաջի հարցումը որ գոլա իրենց սուրճենից պատրաստ է եւ եթե հորիզոնը եկած է։ Հետաքրքրական թերթ է, ամեն շաբաթ կստանամ աշխարհի 4 կողմը հորիզոն թերթը կդարածվի։ Երդասարտները շատ հետաքրքրված են անոնգով։ Ես հաջորդ 40-ամյակի մասին բիդիսեմ։ Հաջորդ 40-ամյակը ես հոս չի բիդիլամ։ Մասնավորաբար կուկանք մեր դարեցներուն հավաքույթին, որ չմոռնանք թերթը անպայման առնենք եւ անշուշտ լավ ժամանակ կանցնենք։ Միակ հայկական թերթն է, որ մեր դունեն ներս կմտնա եւ անշուշտ ամիջապես որ կա գսիրենք թղթադել եւ ամիջապես ամեն առաջ փախտս կնայի մեդևը։ Քանի տարի է անդամ եմ հորիզոնին մի դունուս կուկա։ Չեն գրնար անգլիական թերթերը գարտալ կամ Facebook չեն գնարելա, չեն հասկնար հորիզոնը իրենց տեղյակը բահեգով որ ընդհանուր աշխարհը ինչ կբադահի գործնե։ Անի չլան ինչպես պիտինենք։ Նրանցից շատերը բաժանորդագրվել են թերթի միայն մեկ հավելվածին։ Շաբաթաթերթը տալիս է այդ հնարավորությունը։ Մարդն ինքը կարող է որոշել ու բաժանորդագրվել, օրինակ, միայն գրական հավելվածին,
Չոլակյանի դուսները բավական ընթերցող կդան, փնտրված են։ Ինքը կարծեմ լավ աշխատագիծ է։ Գրական հավելվածի խմբագրական ղեկն էլ Վիգենինն է։ 3 տարեկանից տանը աստագորա թերթի վրա եմ հայերեն դարերով սովորել։ Ինձ համար թերթ կարդալը թերթի բուրմունքը միշտ ավելի սրտամոտ է երեխա ժամանակից։ Վիգենը Կանադայում է 1985 թվականից։ Ուսանողին առաջարկում են թղթակցել։ Մեկ այոյից հետո հորիզոնում բոլոր հավանական ու անհավանական աշխատանքները կատարում է։ Մինչև որ գրական հավելվածի նախկին խմբագիր Վրեժարմենը 25 տարվա աշխատանքից հետո խմբագրի ղեկը հանձնում է իրեն։ Հայաստանի 88-ի շարժումը սկսավ ես հոսեի, հորիզոն էի, այն ժամանակ Գիրոմանոյան էր խմբագիրը և շարժման առաջին օրեն արդեն հորիզոն ինքը ձերքով ոտքով շարժման մեջ մտավ։ Առաջին գաբը մամուլի ճամփով Հայաստանի հետ 88-ի դեպքերուն հորիզոնը հրավ։ Փետրվարի վերջին որ դեղեցությունը ստացանք, որ ցույցերը սկսած են Երևանի մեջ, Արցախի համար եւ այլն, 10 օր չանցած արդեն հորիզոնը գրծած էր գաբը ստեղծել Հայաստանի հետ առանց ծանոթ ունենալու։ Սիրացեմ Հայաստանի Հանրապետության ավանգարդի թիվերը վերցնելով, պատահական թիվ զանգելով, գրծանք արձանագրել, ձայնագրել եւ հորիզոնի մեջ դալն էր ժողովրդին, թե ինչ կդարվի այդտեղ։ Լուրջ ագրեսիա ադրբեջանական իշխանությունների կողմից 80-ականներին Կանադա Մոսկվայի հետ ուներ համաձայնագիր ուղիղ կապով Երևանին կապվելու։ Սփյուռքի ամբողջ կապը Հայաստանի հետ այդ օրերին հաստատում էր հորիզոնը։ Եվ այդ օրեն հորիզոնի բանը, ասենք Հայաստանի հետ հայության միջավայրին հետ շատ ավելի զորացավ։ Մարդիկ առօրյա ներկայություն էին ներտրամրջև։ Կաուտի շատ անդամներ ու կային եւ խոսք խմբակրադուն ու կային հարցներով, որ ինչ նորություն կա Հայաստանին։ Այդ ադենը սկսանք որոշ ուրիշ ծրագրեր, որ առօրյա թողարկում գնեինք լուրերով։ Փոքր թերթի վրա առօրյա ամփոփ լուրերը հոց դեղուն վրա բազմացնելով, ոչ թե դբարանով։ Բնական միջոցներով, որ շատ հետաքրքրված ասենք կաուտյանց է, որ կային ասել իրենց գուտային, որ այսօրվա ամփոփում վերջին լուրերը ասեն։ Սա դեռ 90-ականներին։ Հիմա համացանցը արագացնում է զարգացումը։ Հորիզոնը շարունակում է մնալ շաբաթաթերթ։ Առաքելությանը հավատարիմ է։ Թերթը ստեղծված է շաբաթվա անցուդարձը վերլուծելու եւ անհասկանալի բոլոր հարցերը լսարանին բացատրելու համար։ Facebook եղերը կամպանիա գտնան փլիլ, մի անգամին գտնան փլիլ, որովհետեւ իրավական կոնտեքստը, որի մեջ կաշխատեն, գտնա հանգարց փոխվիլ։ Վերջին 15 տարվա հորիզոնը հասարակ սպիտակ թղթից պահանջված թերթի է վերածվում Նիկոլ Գալիարդի տպագրատանը։ Hi Nicole. How are you? Հիմա պիտի իջնենք եւ տեսնենք ինչպես հորիզոնը կդպվի։ Այս սարքը մի գիշերվա մեջ ահագին թերթեր է տպագրում, հետևաբար պետք է ճշգրտորեն հետևենք ժամանակացույցին, որ իրար չխանգարեն։ Ասեմ, որ հորիզոնը միշտ ամենապարտաճանաչն է եղել ու հարգել է ժամկետները։ Հոս է, որ կդպվի ամեն շաբաթ թերթը պրեսիաներն են։ Շաբաթական մեկ օր տպագրական սարքերը հորիզոն են արտադրում։ Հորիզոնի նոր համարի առաջին ընթերցողն էլ փաստորեն հենց տպագրատան աշխատակիցներն են լինում։ Քանի թերթ է այստեղ տպագրվում։ Մոտավորապես 50 անուն թերթ, որոնց թվում նաև համայնքային թերթեր։ Հորիզոնի կողքին ունենք նաև չինական, արաբական, իսպանական, իտալական եւ այլ թերթեր։ Հաջորդ օրն այս թերթերը հասնում են իրենց ընթերցողներին։ Շաբաթաթերթը տեղեկատվական պատերազմում իր արժանի խոսքն է ասում։ Ժամանակ առ ժամանակ սրտի թեթև կաթված է ապահովում Կանադայում գործող թուրք-ադրբեջանական լոբիստական խմբերի համար։ Դեր զորի սրբոց նահատակած եկեղեցու պայթեցումից հետո
պայթեց նաև թրքական մամուլը։ Հորիզոնը գրեց, որ արարքի հետևում կանգնած է Թուրքիան։ Առավոտյան թրքական բոլոր լրատվամիջոցները միևնույն վերնագրով հարձակվեցին շաբաթաթերթի վրա։ Horizon Weekly Allegations, այսինքն Horizon շաբաթաթերթի մեղադրանքները թրքական պետության հանդեպ։ Այդ օրը Հորիզոնը տարբեր ինտոնացիաներով ամենահաճախ արտասանվող բառն էր Թուրքիայում։ Նման պետության արտգործնախարարության կմղես, որ մտահոգվի եւ այդ մտահոգության պատճառով ինքը մեղադրե հայկական լրատվամիջոցը, այդ մեզի համար արդեն կնշանակե, որ մենք այդ պայքարի մեջ հաջողած ենք։ Մեր գայքեչը թրքական գայքայինները գոմե հարցակման ենթարկվեցավ, բայց անշուշտ մենք հագամիջոցներ ունեինք եւ 2 ժամ չանցած մենք վերականգնեցինք մեր գայքեչը։ Ինֆորմացիոն մի այդպիսի պայթյունը եղավ, երբ ոչնչացնելու գործին գիտակ ադրբեջանցիները ջարդուփշուր էին արել ջուղայի բացառիկ խաչքարերը։ Մենք անմիջապես այդ տեսանյութը վերցուցինք, ամբողջ թղթածրար հավելված գրքույկ մգազմեցինք անգլերեն, հայերեն եւ ֆրանսերեն լեզուներով եւ այդ գրքույկը այսին 4 օր անց, 5 օր անց մենք ամբողջությամբ ուղարկեցինք Կանադայի խորհրդարանի բոլոր անդամներուն։ Թե ադրբեջանական կողմը ինչպիսի վայրակություններ կգործե նույնիսկ հայության պատկանող պատմական հուշարձաններուն հանդեպ։ 2004 թվական ապրիլի 21 Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը ձայների 153 կողմ եւ 68 դեմ հարաբերակցությամբ ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Ամիսներ առաջ փետրվարին Հորիզոնն արդեն ներկայացրել էր հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև Կանադայի համայնքային մամլոխորհրդի նիստին։ Ազգային փոքրամասնությունների լրատվամիջոցներից միայն 3-ն էր դեմ քվեարկել այս բանաձևին։ Առանձնապես մեծ հմտություն պետք չեն գուշակելու, թե ովքեր էին դեմ քվեարկողները։ Երբ բանաձևը ներկայացին, միայն 3 դեմ քվեարկող եղավ։ Թրքական լրատվամիջոցի ներկայացուցիչներն էր, մյուս երկուքն էլ թրքական Կիպրոսի եւ Ադրբեջանի։ Ուրեմն այդ մեզի համար հսկայական մեծ հաղթանակ էր, վիթխարի հաղթանակ էր, որ մենք Կանադայի մեջ բոլոր այդ ազգային փոքրամասնությունները ներկայացնող ժուրնալիստներու եւ խմբակիրներու մեջ մենք արդեն գիտեինք, որ բոլորը մեր կողքին են։ 2016 թվական Արցախ։ Համառ ու անկոտրում մարդկանց հայրենիքում ֆոնային աղմուկը կրակոցի ու ռումբերի ձայններ։ Հորիզոնի խմբագիրը մեկնեց Արցախ։ Առաքելությունն իհարկե տեղեկություն հաղորդելն էր։ Պատկերը նույնն էր։ Մի գրչով նյութ էին գրում, մյուսով համայնքային խնդիրներ լուծում։ Հորիզոնը միշտ որպես միջնորդ այն շաղգաբող օղակ է եղած Կանադայի հայ համայնքի եւ Արցախի կամ Հայաստանի գյուղերի միջև։ Հորիզոնի ու Հոյդա երիտասարդական թևի կազմակերպած դրամահավաքի միջոցով Արցախի Եղեգնուտ գյուղն ունեցավ մանկապարտեզ։ Նրանց տեսողության առանցքից հետ չմնացին նաև առանձին ընտանիքներ։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հաջորդող օրերում Հորիզոնի խմբակրությունը որոշում կայացուց գործողվել Արցախ եւ ուղղակի այնտեղ են կատարել հաղորդում։ Պատերազմի այդ օրերը իսկապես անչնչելի կմնան հիշողությանս մեջ։ Կյանքով պապախող Ստեփանագերդը ամայացած քաղաքի վերածված էր։ Իսկ գիշերները ադրբեջանական հրեդանին հստակորեն կթիրախավորեր Արցախի հանրապետության սիրտը։ Գիշերները գդեղային ռումբերը։ Ստեփանագերդի թիվ 10 դպրոցը հրթիռագործված էր։ Բարեբախտաբար ռմբակոծման ժամանակ երեխաները այնտեղ չէին։ Եվ գիտնալու համար թե ինչպիսի զինամթերք օգտագործած են այս դպրոցի երեխաներուն սարսափեցնելու համար կամ նույնիսկ
պահպանելու համար ահավասիկ այն ավերը, որ գործած է իրենց արձակած հրթիռը։ Այցելելով Շուշին գբարձեր սրդաջմլիկ տեսարան, Արցախյան ազատագրական պայքարի խորհրդանիշ հաղթական Շուշին այդ օր անդեր է։ Սուրբ ամենափրկիչ Խազանչեցոց եկեղեցին թիրախ դարձած էր թշնամի հրթիռագործման։ Երբեք չեմ մոռանալ այդ պահը, ներքին մղումով կամ չեմ գիտեր, նախասկացումով սուրբ դաջարեն դուրս գալու ժամանակ ապովս վերցուցի պրադակ կմպետի սրպադաշ քարերեն։ Այդ քարերը մինչև այսօր մոդս են, որորմը վերադառնան Շուշի։ Չեմ գիտեր, Ստեփանագերդը Շուշին անդեր ու առանցին էին։ Արցախը վիրավ և կպայքարեր իր գոյության համար։ Պատերազմից հետո Հորիզոն շաբաթաթերթի իմ առաջի հանրադարձը Եռաբլուրի մասին էր։ Այստեղ ննջում են մեր հերոս տղաները, որոնք 44 օրվա ընթացքում հայրենիքին տվեցին իրենց համար ամենաթանկը՝ կյանքը։ Համասկային մեր կորուստներից հետո պահն է ինքնակազմակերպվելու։ Եռաբլուրն է մեզ պարտադրում։ Գիշեմ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ նամակ մկրած էի զինվորի եւ լույս տեսած էր եւ այսօր կտեսնեմ որ ավանդությունը դարձած է եւ յուրաքանչյուր երեխա այս նոր TV մեջ կտեսնեմ նամակներ գրած էին զինվորներուն եւ շատ հուզեց այդ նեգի ինձի Այս հմայիչ հայուհին այսօր մանկապատանեկան հավելվածի պատասխանատուն է Դբրոց հաջախած տարիներս ի վեր արդեն կստանայինք հորիզոնի մանկապատանեկանը եւ դասարաններեն ներս կընթերցեինք կվերլուծեինք Եվ գիշեմ ավարտելիս մի քանի շաբաթ հետո էր, որ Դիգինսոնան գապայեց հետս եւ առաջարկեց, որ անդամակցիմ։ Հորիզոնի երկրորդ հայկական դումը ներորդևեր բաց ընդունեց իս եւ իսկապես շատ մեծ փախտավորություն ունի գսկամ։ Թերթն իր էջերը բացեց շատ երիտասարդների առջև։ Նրանցից մեկն էլ ցեղասպանագիտությամբ է հետաքրքրվել ու անգամ հարցազրույց վարել Թաներ Ակչամի հետ։ Գիտեի, որ ասիգա մեծ աշխատանքն էր, որ անգյունաթարցային ելար իմ աբակայիս համար։ Մապան Թաներ Ակչամին հետ հարցազրույցից ընթացքին հարցուցի ինչ էր բալասխանը թուրք կառավարության կողմէ։ Եվ իր բալասխանը զարմացուց ինձի, ըսա որ այն բալասխանը թուրքերուն կողմէ այդքան զարմանալի չէր, որովհետև թուրք կառավարությունը կշարունակե ժխտել ցեղասպանությունը, թուրք կառավարության ժխտողական թիրքը դակավին չէ փոխված։ Ես լրագրողական լուրջ փորձառություն եւ ճանապարհ եմ արդեն հարթել Հորիզոնի հետ։ Հարցազրույցներ եմ իրականացնում Կանադայի պետական նախարարների հետ։ Այն ինձ ինչ մղում է տալիս որպես լրագրող, դա հայոց ցեղասպանության նկատմամբ Թուրքիայի ճխտողական քաղաքականության դեմ պայքարն է։ Այդ մասին, երբ այս տարվան ընթացքին Հորիզոնը հարցազրույց կատարեց Իսրայելի նախկին արդարադատության նախարար Յոսի Բեյլինի հետ, նա հստակորեն ընդգծեց, որ Թուրքիան հանցագործություն իրագործած պետության իրավահաջորդ պետություն է եւ իբր այդպիսին պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը։
40 տարեկան թերթն այսօր միայն երիտասարդ թղթակիցների ու մտքի կարիք ունի։ Ապագա թղթակիցներին հանդիպում ենք խմբագրատան կողքի շենքում։ Հիշում եք, չէ՞ այս չարաճճիներին։ Այո, նրանց մոտ հիմա Հորիզոն թերթի դասաժամն է։ Ուրեմն հիմա պիտի մտնենք 7-րդ դասարան, ուր աշակերտները արդեն աշխատանքի լծված են Հորիզոն շաբաթաթերթով, կտեսնեք ուսուցչուհին ինչպես կդասավանդե, հրամեցեք, ինչպես որ կտեսնեք ընթերցանություն ունեն Հորիզոն շաբաթաթերթի մանգամանանենգան բաժինը, զանազան նյութեր կան, որոնք իրենց կթվին որպես հետաքրքրական եւ ատկեցի հետ իրենց ուսուցչուհին Դիգին Լուսին Ժամգոչյան Փալանջյանը պիտի խորանա այդ նյութերում մեջ եւ ինչու՞ չէ ավելի զարգացնե իրենց հայերենը։ Այս նման թերթը հայերենով է, ուրեմն իմ հայերենս կզարգանա ու բաներ կսորվի մեջ են, օրինակ այս թերթի մեջ Շարլ Ազնավուրը կա իր մասին, ուրեմն ես իր մասին այսօր նոր բաներ սորվեցա։ Դպրոցից հետո աշակերտները հաճախ հայտնվում են Հորիզոնում։ Շաբաթաթերթի դասին 40-ամյա ուսուցչի դեմքով Հորիզոնն է օգնում նրանց տեղեկացվել Հայաստանի ու Արցախի, Սփյուռքի վիճակի ու Կանադայի իրականության մասին։ Բանը գա, որ գուզեի գրել, որ աշակերտները գիտնան, որ հետ երբեք չեմ տեսած Հորիզոնի մեջ, անե որ իրար վրա չխնդան բզդիկները, որտեվ շատ կտեսնեմ ամենտեղ, ոչ միան հոս, եւ գուզեի անոր մասին խոսիլ, որովհետեւ աշակերտները գիտնան եւ իրարու հարգեն եւ սիրեն։ Բազմակեդի հոգնելփերի TV-ին մասնակցողներու ցանկ։ Շնորհակալ եմ Մհեր։ Արտերտը մեզի շատ արագ ձևով եւ անվճար մեր հարյուրավոր աշակերտներուն ամսական թրությամբ կդրամացրվի, որովհետև արտերտի մեջ ամիսը մեկ անգամ լույս կտեսնի Հորիզոն մանկաբադանեկան Հորիզոնը, որ ինքնին հարստություն է, շատ ամփոփ հանրակի դարամը կարելի է ասել։ Պետք է ասել, որ շատ լավ աղբյուր է հայերեն լեզուն եւ գիտելիքները փոխանցելու։ Հորիզոնի եւ Սուրբ Հակոբի գաբը միշտ մոտ եղած է։ Մենք բոլորս մեկ խումբ ենք, որ միասին աշխատենք։ Երբ աշակերտը կստանա Հորիզոնը բզդիկ տարիքին, ինչպես որ ես ստացած եմ ժամանակին, արդեն իսկ հոն հարաբերություն մը կսկսի, որ աբակային գհուսանք պիտի շարունակվի, հայքիրի հետ գապ կստեղծե եւ առօրյա նյութեր հայերենով կփոխանցե, որ դասակիրքը դուրս է։ Ամեն տարվա ավարտին Հորիզոնը թողարկում է բացառիկ համարներ։ Դրանք ամփոփում են այդ տարվա նշանավոր իրադարձությունները մեկ կազմի տակ։ Սպասան մեր Հորիզոնի ամանորի բացառիկ արդեն լույս տեսած է։ Կանադայի թեմի առաջնորդ arczepiskopos Բաբկենչարյանը թերթի 40-ամյակի կապակցությամբ հանդիպեց հորիզոնցիներին։ Շաբաթաթերթը համայնքի եւ եկեղեցու միջև կայուն կամուրջ է։ Այն ունի եկեղեցական հավելված։ Հավատքը գրի ու տեքստի միջոցով փոխանցվում է համայնքին, իսկ կիսատ մնացած բոլոր հարցերի պատասխանները տալիս է ինքը, թեմի առաջնորդը։ Մեզի համար դակավին կարևոր է շոշափել թերթը, բանալ, ստանալ, գարտալ։ Հորիզոն շաբաթաթերթը որոշատրիչ թեր ունի եւ դեղ ունի Կանադայի մեր կյանքներս։ Ան մեր զավակներու ինքնության պահպանման եւ նաեւ հայ մտքի զարգացման ու մանավանդ քաղաքական մտքի զարգացման եւ ոգին դրսեւորումն է։ Հորիզոնն արդեն վաղուց միայն շաբաթաթերթ կամ զանգվածային օնլայն լրատվամիջոց չէ։ Հորիզոնն արդեն ավանդույթ է դարձել Կանադայում։ Բաժանորդագրվելու, կարդալու, ամեն շաբաթ սպասելու, միջոցառումներ կազմակերպելու եւ վերլուծել կարողանալու ավանդույթ։ 40-ամյա Հորիզոնին ես կմաղթեի հաջողություն իր այս առաքելության մեջ, կանաչ ճանապարհ եւ բարի երթ։ 40 ավելի 40-ամյակներ ունենա Հորիզոնը, որովհետև կհավատան իր առաքելության։ Մշտական է թերթի հասցեն։ Մյուսները խապուսիկ են, այսօր հոս են, վաղը հոն են, իսկ համայնքին համար, մեր հայրենեգեսնոն համար, ընդհանրապես համահայկական առումով մշտական հասցեներ ունենալը կարևոր է։ Ինեն ցանկացած էի, որ օրաթերթի վերածվի,
բայց ըստ երևույթին դժվար է։ Հորիզոնը պատմական շատ կարևոր աղբյուրում է։ Եվ մենք շատ լավ կգիտակցենք այդ իրողության եւ հստակորեն գիտենք, որ սպյուրքը կնայուն է, հայրենիքը մնայուն է եւ ճիշտ այդ պատճառով նաեւ մեր լրատվական առաքելության մեջ միշտ կշեշտենք նաեւ հայրենադարձությունը, որտեղ ի վերջո հայը ուր որա գտնվի սպյուրքի տարածքին, օրը չէ օրը պետք է իբրև առաքիլ, իբրև գրունկ վերադառնա իր հայրենի բույնը։ Կանադայի ցրտին ու թուրք-ադրբեջանական լոբիին դիմանալը բարդ է։ Մոնրեալում երկուսն էլ անում են ջերմությամբ ու հիմնական առաքելությամբ։ Հայաստանը հայրենիք է, Սփյուռքը հայրենիքին աջակցող ու հայ առաքող աղբյուր։ Եվ այս առաքելությունն իրականացնող փոքր թիմն արդեն 40 տարի նույն անունն է կրում՝ Հորիզոն։